տները խուզարկություններ, մարդկանց տներն են, ճանապետին էլ եմ ասում։ Բոլոր Եկարկերը երեսը ուժային կառույցների հատայցի նպատակը ինչ էր եւ ինչպես է արձակումը եկեղեցու վրա, ամենայն հայոց հայրապետի վրա։ Ձեր աչքի առջև Սամվել Կարապետյանը ամենաանմեղ խոսքով կալանավորում է։ Բնականաբար, սա ինչի մասին է խոսում։ Խոսում է վախեցած լինելու մասին։ Եվ ես այո, կարծում եմ, որ իրավունք ունի, տեղ ունի վախեցած լինելու, բայց վախեցած ոչ թե պետականության համար, այլ իր համար, իր իշխանության կորստի համար։ Եվ երևի հասկացել են նաև միտվածությունը, մեր համառությունը, անկախ բոլոր տեսակի խոչընդոտներից, հալածանքներից անբեկանելի է ուղղակի, մեր որոշումը անբեկանելի է։ Եվ երբ ես անընդհատ ասում էի, որ եթե կհիշեք, անընդհատ ձեզ եմ ասել, որ մեր գործողությունների մտածումների մասին, ճանապարհի մասին, իրենք ամենաշատն են տեղեկացված եւ ամենալավը գիտեն, ահավասիկ սա էլ դրա վկայություն է, լայն իմաստով եմ դա ասում, մեծ իմաստով։ Եվ այս ճանապարհից ոչ ոք չի կարող մեզ հետ կանգնեցնել, ոչինչ չի կարող բաժանել։ Հետևաբար այո, այդ վախը արդարացված է, ով գտնվում է հիմա Թուրքիայում, մտածելով հանդերձ կամ ինչ են դիվական, դավադրական, ինչ ունեն ծրագրած, դա չեմ կարողացել կերել առաջ։ Շնորհակալություն։ Ես նաև կոչ եմ անում բոլոր իրավապաշտպաններին, որոնց հետ որոշակի մասով պատմում չեմ, բոլոր իրավապաշտպաններին, բոլոր պայքարի մեջ գտնվող անձանց, իրենց ձայնը բարձրացնել, դատապարտել այս երևույթը եւ միևնույն ժամանակ գոտիները ձգել բոլորին, քաղաքական, հասարակական, բոլոր կազմակերպություններ, կուսակցություններ, անհատներ, գործիչներ, իրենց ձայնը բարձրացնել եւ որոշակի իմաստով այս ընդվզումը հայտնել։ Այլապես մենք այսպես խելոք, լուր առաջ գնալու ոչ մի այսպես տեղ հասնելու ծրագիր չենք կարող ունենալ։ Ձեզ շնորհակալ եմ։